Ողջույն Tribune-ի եթերում կարճ միացում հաղորդաշարն է, շարունակում ենք վերլուծել շաբաթվա կարևորագույն քաղաքական իրադարձությունները։ Այսօր մեր հյուրն է ռազմական փորձագետ Կարեն Վրդանեսյանը։ Ողջույն, պարոն Վրդանեսյան։ Բարև ձեզ։ Մայեցելի համար մեզ։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Վրդանեսյան, ճիշտ է, շատ քիչ խոսվեց Արցախից վերադարձած Արցախից բերված նկատի ունեմ ոչ թե գերիներին, այլ Արցախից բերված մեր վերջին հայրենակիցների մասին, դրա համար կուզեմ անդրադառնանք ինչ որ առումով նաև այդ փաստին, որովհետև ստացվում է, որ Արցախում այլևս հայ չկա։ Շատ ծանր եմ ասում, բացառությամբ այն մեկ մարդու, որը ցուցմունք էր տվել Ռուբեն Վարդանյանի դեմ, այնպես ինչ որ Ադրբեջանի հասցեն ինչ որ լավ բաներ ասել ու ընդհանրապես վախեցել է գալ Հայաստան, այսինքն վերջին պահին անգամ փախել ասել է չեմ գա, որովհետև մտածում եմ ինձ այնտեղ կսպանեն։ Իրականում այստեղ ուզում եմ այդ թեմայի շուրջ էմոցիոնալ պահ կա, որ ասում են մեկ հայ մնա այն էլ թանգարանում, այդ վիճակը պատմության էլի կրկնվում է, չգիտեմ նրա հետ ինչ կանեն, ոչ մեկս էլ չգիտի նրա հետ ինչպես կվարվեն, ամեն դեպքում մենք շարունակում ենք ապրել, կարծես ոչինչ չի եղել ու այդ պահին, որ կորցրեցինք Արցախը, կորցրեցինք էլի մեր ինքնության մի մասնիկը, այն ամենաարմատական մասնիկներից մեկը, բայց սենց սկսենք, որ պահից մենք այն ներսից մեր հայաթափվեցինք իրականում ավելի շատ։ Այսինքն, որ պահից հաշտվեցինք կորստի հետ։ Այո, եւ հաշտվեցինք, եւ այդ որ հայաթափումը կա, լավ, կորուստա հաշտվեցինք։ Տեսեք, ինձ թվում է ինչ որ հստակ սենց գիծ գծած չկա, որ ասենք, չգիտեմ, այսինչ ամսվա ամսի 15-ին մենք դեռ չէինք հաշտվել, ամսի 16-ին արդեն բոլորս հաշտվեցինք։ Այդ տիպի կորուստները մեր վզին փաթաթում են փոքր քայլերով, ու եթե երկու քայլ իրար հետ համեմատում ենք, այդ երկու քայլի արանքում կարծես թե շատ մեծ տարբերություն չկա։ Այդ ընդհանրապես քաղաքականության մեջ կոչվում է Սալյամի տակտիկա, այսինքն եթե Սալյամի երշիկը, եթե երշիկից շատ բարակ կտրում եք, կարող է չնկատվի, հետո մի քիչ էլ եք բարակ կտրում, մի քիչ էլ, հետո պարզվում է երշիկը վերջացավ։ Հիմա այդ նույն տակտիկան մեր դեմ կիրառում են։ Նույն օրինակ եկեղեցու հարցում է արվում, հա, որ հայտարարությունն էր, որ անընդունելի էր Նիկոլ Փաշինյանի։ Նախորդների համեմատ որ նայենք, հա ինչ որ պահին կտրուկ բաներ անում է, հետո հետ քայլ է անում, հետո մի տեսակ արդեն սովորում ենք, ու եթե այսպիսի բան ասվեր օրինակ 5 տարի առաջ, միգուցե ինչ որ ամբողջ հանրությունը ոտքի կանգներ, հա, բայց այդ արանքում քարոզչություն են վարում։ Օրինակ արցախցիների դեմ շատ ուժեղ քարոզչություն էր, հենց արցախցիների դեմ, հենց այդ խմբի դեմ, ըստ էության արցախցիները այսօր խոցելի խումբ են։ Երբ որ միջազգային ինչ որ մարդու իրավունքների հարցեր են բարձրացնում, հա, միջազգային ասպարեզում, դե առանձնացնում են այս կամ այն խոցելի խումբը, հա, ինչ որ ազգային փոքրամասնություն, կրոնական փոքրամասնություն։ Հիմա մեր ազգի ներսում այս ամբողջ նիկոլական քարոզչական մեքենան արցախցիներին թիրախավորեց այնպես, որ իրանք դարձան ինչ որ խոցելի փոքրամասնություն, հա, ազգի ներսում։ Էլ չասեմ ինչպիսի քարոզչություն են բանանում, որ իբր իրենք հայ չեն, ինչ որ այսպես բաներ ու ինչ որ խումբ կա մարդկանց, որ դա այնուամենայնիվ ընկալում է, ընդունում է։ Նույն ձևի քարոզչություն հիմա վարում են հոգևորականների եկեղեցու դեմ, հա։ Ու սենց փոքր քայլերով մի եկեղեցի զավթեցին, մյուս եկեղեցին զավթեցին, չգիտեմ, միտեղ հրաժարվեց կարգալույց եղածը ու ստացավ պետական աջակցություն, հա, դուրս գալ։ Հա, այսինքն այդ քայլերով հիմա դժվար է ասել ամեն մեկս երևի ինչ որ մի պահի է անցել այդ հաշտվել։ Ես օրինակ չեմ հաշտվել։ Ես մինչև հիմա էլ դրա մասին խոսում եմ։ Ես մինչև հիմա էլ իրականում ցավ եմ ապրում, որովհետև նաև չգիտեմ, բացի իհարկե համեմատելի չի արցախցիների կորստի հետ, բայց օրինակ ես էլ իմ կյանքից շատ զգալի ժամանակ ներդրել եմ այդ պայքարի մեջ, հա, առաջի անգամ ես ցույցի գնացել եմ 13 տարեկանում 88 թվականի փետրվարին։ Այսպես ասեմ,
այդ հաշտվելը իրականում նաև այնպես չի, որ դա վերջնական է։ Ու ամեն օր մեզ համոզում են, որ վերջ էլ ոչ մի բան հնարավոր չի անել, բայց այդպես չի։ Բայց եթե հայրենիքի կորուստը ներողություն փոխհատուցվում է այժմ բենզինով, այդ դեպքում ո՞րն է մեր գինը։ Փոխհատուցվում է։ Իբր փոխհատուցվում է։ Ես այդ բենզինը չեմ առնում, դուք առնում եք։ Չէ, ուրեմն մեր գնի մասին այս բենզինը մեր գինը չի, հա։ Եկեք հասկանանք, եթե մեզնից չվախենային, եթե մեր դիմադրության պոտենցիալից չվախենային, մեզ ամեն օր չէին համոզի, որ մենք չենք կարող դիմադրել։ Սա իրականում, այսպես ասեմ, պատերազմի ժամանակ քարոզչությունը, պատերազմական ժամանակի քարոզչությունը հակառակորդի դեմ վարում են, որպեսզի համոզեն իրան, որ ինքը այլևս չի կարող դիմադրել, որ թող գնա, թող հանձնվի, ձեռքերդ վեր բարձրացրու, որ ողջ մնաս եւ այլն, հա։ Հիմա խնդիրը այն է, որ Հայաստանի իշխանությունները այդպիսի պատերազմական ժամանակի քարոզչություն են վարում սեփական բնակչության դեմ։ Ինչը խոսում է այն մասին, որ ըստ էության իրանք սպասարկում են թշնամական շահեր։ Ու իրականում այդ հայը, որ վախեցել է Արցախից գալ, չեմ կարծում, որ իրան այստեղ ինչ-որ բան լիներ, հակառակը միգուցե նույնիսկ հերոսացնեին։ Այդ 11-12 հոգուց գուցե ինքը միակը ելներ, ում թողեին հարցազրույց տար։ Որովհետև մնացածին մի տեսակ լրիվ խլացրեցին, այդ թեման ընդհանրապես փակեցին, որովհետև շատ լավ հասկանում են, որ այդ թեման իրանց համար վտանգավոր թեմա է, իրանց համար, իշխանությունների համար։ Լավ, եթե այս կոնտեքստում մնանք այս պահին պարզապես հետ եկած փոխանակված գերիներից մեկի մասին երեք հարց հնչեց վարչապետին, հարցնում էին կարծես այնպիսի սաղմեր կան, որ նրանցից մեկը ուզում է մտնել քաղաքականություն, պատասխանեց ժողովրդավարական երկրում ենք ապրում, ով ցանկանում է թող մտնի քաղաքականություն, բայց շատ այն որ թունավոր sense բանկից է թողել իր հետևից, որ ռազմագերին եկել է ու իդեպ հիշացնեմ, որ ինքը ասում է բոլորը կարող են զբաղվել քաղաքականությամբ, բայց ըստ հենց իրենց քարոզչության, հենց իրենց բառերի, ստացվում է հոգևորականները չպետք է զբաղվեն քարոզչությամբ, ինչը իդեպ օրենքին հակառակ է։ Հա, իրանք անդադ պնդում են, բա ինչի է եկեղեցին զբաղվում քաղաքականությամբ, դա օրենքին դեմ է, որովհետև Հայաստանի Հանրապետության օրենքում բացահայտ գրած է, բացահայտ ուղիղ, ոչ թե արգելված չի, այլ ուղիղ գրած է, որ կրոնական կազմակերպությունների անդամները, հոգևորականները եւ այլն, ինչպես եւ մնացած բոլոր քաղաքացիները կարող են զբաղվել հասարակական եւ քաղաքական գործունեությամբ։ Են որ ասում են, բա ինչի է Սրբազանը զբաղվում քաղաքականությամբ, բա ինչի է այս մի հոգևորականը, այո, որտեվ հարմար չի։ Նույն ձևի, երբ որ Սամվել Կարապետյանն է ինչ-որ բան ասում են, բա ինքը բիզնեսմեն է, թող ինքը չզբաղվի քաղաքականությամբ։ Այսինքն ինչ է ստացվում։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ քաղաքականությամբ իրավունք ունի զբաղվել Հայաստանում միայն Նիկոլ Փաշինյանը ու այն մարդիկ, ում գլխին ինքը իր ձեռը դնում է։ Ասենք, չգիտեմ, Արամ Սարգսյանը, մյուսներին չի կարելի զբաղվել։ Այս մարդկանց այնքը sense մատով ցույց է տալի, ասում է, իրանք կարող են զբաղվել, այն մյուսները իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ, այդպես է ստացվում։ Իսկ մեջ դեռ սովետական ժամանակից եկած այդ քարոզչությունը կա, որ դե քաղաքականությունը կեղտոտ բան է, զզվելի բան է եւ այլն, իրական քաղաքականությունը կարա եւ կեղտոտ լինի, եւ մաքուր լինի, եւ անձնվեր լինի, եւ շահամոլական լինի, ամեն ինչ գալիս է կոնկրետ այն մարդկանցից, ովքեր այդ քաղաքականությամբ զբաղվում են։ Ու քաղաքականությունը իրականում ամեն ինչում է, ինձ շատ ծիծաղացնում են մարդիկ, որոնք ըստ էության դուրս են գալի, պահանջում են ինչ-որ օրենք փոխել, դա քաղաքական պահանջ է, բայց ասում են մենք հանկարծ չքաղաքականացնենք։ Հա, էկոլոգիայի հարցը եկեք չքաղաքականացնենք, ոնց չքաղաքականացնենք, եթե դա մաքրամաքուր քաղաքական հարց է։ Աշխարհում ամենակաղաքականացված բաներից մեկը մշակույթն է։ Ինչպես տեսնում ենք, նույն ասենք
ինչպես են պատժամիջոցների դեպքում նույն սպորտում, հա, բանանում, որ այսինչ երկրին միշտ ավելի արգելում են, այն մյուսի երկրին առաջ են տանում, լինի դա եվրատեսիլ, լինի դա ինչ որ մարզական, հա, իրադարձություններ, ամեն տեղի քաղաքականություն կա։ Արիստոտելն է ասել 2.500 տարի առաջ, որ մարդը քաղաքական կենդանի է։ Չի կարող մարդը քաղաքականությամբ չզբաղվել։ Որտեղ հավաքվում են 5-6 հոգի մարդ, արդեն քաղաքական ինչ որ բաներ են առաջանում։ Գանք եկեղեցի կառավարություն, այսպես չգիտեմ, արճակատման, թե Պետերեկ Փաշինյանն էլի ասաց, որ նման բան չկա։ Իրենք չեն պայքարում եկեղեցու դեմ, իշխանությունը պայքարում է եկեղեցին բռնի ուժով զավթել փորձող հոգևորականների դեմ, գլխավորությամբ կաթողիկոսի բնականաբար, եւ էլի չհերքեց, որ ամեն ինչ անել է, որ կաթողիկոսին ինչպես գահանկեցան են իր բառերով ասացի։ Դուք նախաձեռնել եք հակաեկեղեցական արշավը դադարեցնելու պահանջագիր ու արդեն գրում եք, որ 1000+ մարդ միացել է այդ պահանջագրին։ Այո, այս պահի դրությամբ 1100-ից ավելի մարդ։ Հա։ Ու մի կարևոր բան էլ ասեմ, զգալի մասը ստորագրողների դա մշակույթի գործիչներ են, մշակույթի արվեստի գործիչներ են, հասարակական գործիչներ են, գիտնականներ կան, եւ հումանիտար, եւ տեխնիկական, ինժեներներ, բժիշկներ եւ այլն եւ այլն։ Ինչ ռեալ արդյունք է ակնկալում այդ պահանջագրից։ Այսպես ասեմ, նախ նպատակը այն է, առաջնային նպատակը, որպեսզի հանրությունը տեսնի, որ սա ապօրինի է, որտեվ շատերը չեն հասկանում, որ սա ապօրինի է։ Շատերը սա ընդունում են որպես Նիկոլ Փաշինյանի հերթական քմահաճույք։ Այդպես մակարդակը ուրիշ է։ Բայց սա օրենքի ուղիղ խախտում է։ Օրենքի խախտումը ընդ որում նույնիսկ քրեական օրենսգրքում հոդված կա, որը նախատեսում է պատիժ կրոնական կազմակերպության աշխատանքը խոչընդոտելու համար։ Իսկ երբ որ դա արվում է պաշտոնյայի կողմից, դա նաև ծանրացուցիչ հանգամանք է։ Նիկոլ Փաշինյանը դա անում է իր անունից ու գրում է վարչապետ։ Հա, թեպետ ինչ որ տենց շատ ծիծաղելի բաներ, թե սկզբում ասում էր ես ընդամենը հայ առաքելական եկեղեցու շարքային որպես հետևորդ սողանցքեր գտնում է։ Չէ, այդ սողանցք չի իրականում, այդ էլի խաբել է, որովհետև դա դեմագոգիա է։ Եթե դու ինչ որ կարող ես ինչ որ պահին վարչապետ լինես, վարչապետ չլինես, բայց դեպքում այդ իբր պատարակներին, հա, այդ բեմադրություններին, որ դու գնում ես, բայց չէ ոստիկանությունն ու թիկնազորը քեզ ուղեկցում, դու վարչապետ չես, չէ։ Սովորական մարդ ես, չէ, դու գնում ես որպես վարչապետ ու դու չես կարող ասել, ասմացիպերի յանատաշը, հա, դու այս պահին չես կարող լինես չվարչապետ, հետո նորից դառնաս վարչապետ։ Այդ ասենք ծիծաղելի է, հա, ինչի, տենց չի։ Առաջին նպատակը ցույց տալ այս ամեն ինչի ապօրինությունը, երկրորդ նպատակը ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը անդադ ժողովրդի անունից է ներկայանում, չնայած ակնհայտ է, որ ժողովրդի կողմից այդ արշավը աջակցություն չունի։ Ու երկրորդը նույնիսկ եթե ամբողջ ժողովուրդը էլի իր մեջքին կանգնած լինի, եկեղեցին ծառայում է առաջին հերթին Աստծուն։ Հա, ոչ թե Աստծո դեմ պայքարել, էլի։ Հա, փաստորեն Նիկոլ Փաշինյանը ելել է Աստծո դեմ պայքարին ու ժողովրդին էլ է ուզում հանի Աստծո դեմ պայքարին։ Մենք պետք է հասկանանք, որ եկեղեցին այնուամենայնիվ ինչքան է գրանցված կրոնական կազմակերպությունը, հա, մի քիչ այլ կանոններով է առաջնորդվում իր գործունեությունում։ Ընդ որում իր այդ Արանջատումը պաշտպանված է ոչ միայն Հայաստանի սահմանադրությամբ եւ օրենքներով, պաշտպանված է նաեւ միջազգային մի շարք կոնվենցիաներով։ Օրինակ դեպքեր են եղել, երբ ինչ Եվրոպայի մասին է խոսքը, ասենք այսինչ եկեղեցու երգեհոնահարը բան արել, աշխատանքից ազատել են եկեղեցուց, դիմել է դատարան, հասել է Եվրոպայի մարդու իրավունքների դատարան, մարդու իրավունքների դատարանը ասել է ոչ։ Ասել է եկեղեցին ինքն է որոշում։ Այս հարցերում չպետք է խառնվեն եկեղեցու բանի մեջ, հա, գործերի մեջ։ Ու այսօր Հայաստանում սենց 180 աստիճանով կամ գլխիվայր լրիվ շուռ տված է իրավունքը,
Դա իդեպ բնորոշ է բռնապետական ռեժիմներին, դա կոչվում է pseudo-law, այսինքն կեղծ իրավունք, հա։ Փորձում են օրինականության ինչ-որ բան տալ, քողարկել որպես օրինական բան, դատարանի որոշումը, չգիտեմ, կարգալույծ անելը խախտում է դատարանի որոշումը, չկա այդպիսի բան։ Չի կարող որևէ դատարան որոշել, բացի հենց եկեղեցական ինչ-որ խորհրդից, կարգալույծ անեն, թե չէ։ Նույնիսկ եթե սխալվել է, դա աշխարհիկ դատարանի գործը չի, դա պետական դատարանի գործը չի։ Եվ առաջին հերթին մեր ստորագրահավաքի նպատակը ցույց տալն է, բացատրելն է մարդկանց, որ սա ապօրինի է։ Իդեպ ասեմ, որ տեքստը կազմել ենք իրավաբանների եւ իրավապաշտպանների օգնությամբ, շատ լուրջ հիմքերը տված են, հա։ Մենք պահանջագրում դիմում ենք Հայաստանի ներսում մարդու իրավունքների պաշտպանին, մենք դիմում ենք ազգային ժողովի պատգամավորներին, պահանջելով անդրադարձ անել, օրինակ մարդու իրավունքների պաշտպանը ունի մեխանիզմը, լիազորված է զեկույցներ կազմել, դիմել պետական մարմիններին, դիմել Հայաստանից դուրս միջազգային ինչ-որ կազմակերպությունների, հա։ Ըստ այդմ առաջի քայլով դիմելու ենք իրենց։ Իհարկե ես հասկանում եմ, որ օրինակ ներկայիս մարդու իրավունքների պաշտպանը ամենայն հավանականությամբ անտեսելու է կամ ինչ-որ լղոզված մի բան տա, մենք շատ լավ հասկանում ենք, հա, իր կապերը, աֆիլիացիաները, ինչու՞ չէ, նաև երևի թե կախվածությունը, հա, այս իշխանություններից, դա շատ լավ հասկանում ենք։ Բայց ցանկացած դեպքում դա պետքա ֆիքսվի, որ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է այս ահազանգը, որ մենք հաճախ ենք, հա, մեկ էլ դատախազությունը արդյոք գործ հարուցել է, ասում են դե գիտեք մեզ ոչ մեկ չի դիմել։ Հիմա մարդու իրավունքների պաշտպանին կարելի է եւ դիմել, եթե ասենք անկեղծ լինենք, ինքը հնարավոր չի, հա, դա նկատած չլինի, լինելով իրավաբան, ըստ իրեն Հայաստանի լավագույն իրավաբաններից մեկը, ինքը չի կարող չհասկանալ, թե ինչա կատարվում եւ որ դա հանցագործություն է։ Շատ լավ հասկանում է, բայց մի հատ էլ մենք ասենք, որ այդ տեսեք հանցագործություն է, մենք եկել ենք ձեզ մի անգամ էլ զգուշացնենք, հա, եթե հանկարծ չեք նկատել։ Ազգային ժողովի պատգամավորներին կարող են 1100-ից ավելի քաղաքացի ստորագրել Հայաստանի Հանրապետության, 1100 քաղաքացին բավականին ծանրակշիռ դա խոսք է, հա։ Շատ կուզենք, որ նույն այս պահանջագիրը ընթերցվեր նաև ազգային ժողովի ամբիոնից, հա։ Բայց մենք նաև դիմելու ենք միջազգային կազմակերպություններին, ում նշել ենք եւ ում լիազորությունների մեջ է մտնում նաև այսպես ասած Եվրոպայի հետ հարաբերություններ կառուցող երկրներում կատարվողը, այդ թվում կրոնի, խղճի ազատության հարցերը, հա։ Մեզ փորձում են ներկայացնել անպես այս իշխանությունները, հա, ու նույնիսկ նախահարցակ տենց գնում են ԵԽԽՎ-ում ինչ որ աբսուրդ բանաձև են ընդունում, ըստ որի ստացվում է թե եկեղեցին հարձակվել է խեղճ պետության վրա, հա։ Այդպես չի, իրականում եկեղեցին պաշտպանում է պետության շահերը այսօր, հայկական պետության շահերը եկեղեցին է հիմա առաջին հերթին պաշտպանում, այլ ոչ թե այս իշխանությունները։ Վարադ Միրզյանը նույն ԵԽԽՎ-ում տեսակ ինչպես էր այսպես պաշտպանում իշխանության, ասում որ հենց եկեղեցին էր կազմակերպում ինչ որ հրդեհություններ ու պատրաստվում ինչ որ բռնի ուզուրպացնել իշխանությունը, այնտեղ շատ դիվանագետի կողմից հնչած մանավանդ բարձր ամբիոնից, մանավանդ որ մենք հույս ունենք, որ ձեր ասած հենց եվրոպական միություններում այլ մարդու իրավունքներում այդ ամեն ինչը շատ ավելի հստակ է ու ձևակերպված ու ավելի հստակ իրադարձություններին արձագանք են տալիս, այս պահին նրա պատասխանը շատ ծիծաղելի էր որպես դիվանագետ։ Մենք նաև շատ լավ գիտենք, որ սրբազան պայքար շարժման դեմ այդ ստեղծված գործը, հա, ինչ որ ահաբեկչության, իշխանություն զավթելու մեղադրանքներով կառուցված է մոնտաժված, կեղծված ձայնագրությունների վրա։ Նույնիսկ այդ ձայնագրություններից մեկում երկու տարբեր խոսակցությունից կտորներ են կտրած բերած։ Ձայնագրությունները ամբողջությամբ չկտրված հրապարակվել են,
տեքստերը կան, վերլուծվել են, իրավապաշտպանները, քաղաքական իրավունքների հայկական կենտրոնից իրավապաշտպանները վերլուծել են, ակնհայտ է, որ այդտեղ մեղադրանք չկա։ Մենք նաև տեսանք մեղադրանքը ոնց էին փորձում ամրապնդել ինչ որ լուսանկարներով։ Լուսանկարներում նայում ենք, ասենք, չգիտեմ, գինի թորելու 1000 դրամանոց սարքա պլաստմասից իմ տանը դրանից կա, այսպես ասեմ, հա։ Ասենք, այդ սարքը ցույց են տալի որպես ինչ որ ահաբեկչության ապացույց, լավ էլի։ Ինչ որ բաներ, քարտեր, SIM քարտերի այդ օգտագործված բաներ։ Հա, մեր բոլորիս տանն էլ ամեն մեկի տանը մի 5-10 հատ դրանցից կարող է կամ թափել են, ով չի թափել մնացել է, հա, ինչ-ինչ պատճառներով։ Հիմա ասենք հանեն այդ թղթերը, ասել են, այ տեսեք ինչ որ բաներ, այցեքարտեր, դրա հանցագործությունը ի՞նչ է այցեքարտի։ Խաղալիք բաներ, դրոններ, հիմա ամեն երկրորդ երեխայի տանը ինչ որ տես մի հատ խաղալիք կոնստրուկտոր կամ դրոն կա, հա, հեռակառավարվող։ Ու իդեպ սա միակ գործը չի, տարին մեկ մի հատ այդպիսի գործ հնարում են ահաբեկչության բանով անունը դնելով, փորձում են կապել Ռուսաստանի հետ։ Օրինակ մի գործ կա Հյուսիսային տերևաթափ կոչվում, որտեղ անհասկանալի, հա, տեսեք նույնիսկ չեք էլ լսել։ Ինչ որ մի քանի թղթի կտորի հիման վրա մարդկանց մեղադրում են, որ իրանք ահաբեկչություն էին փորձում կազմակերպել, չեմ հիշում 6 թե 7 հոգի են գործով, անունը դրել են Հյուսիսային տերևաթափ, Ռուսաստանի հետ կապելու համար։ Հիմա հարցն այն է, որ այդ մարդկանց անիմաստ տանում բերում են դատերը հետաձգվում է, բայց գործը շարունակվում է, մարդկանց ճակատագրերի հետ են խաղում։ Կամ մի հատ էլ կար ինչ որ Արբադ բատալյոնի բան գործ իբր ահաբեկչություն, հա։ Այսպես հոլիվուդյան ֆիլմի մեջ։ Հա, սցենարներ են, բայց դա դրսի վրա ծախում են, դա Եվրոպայի վրա ծախում են, ասում են, օ, հիբրիդ պատերազմ, բայց հիբրիդ պատերազմի թեման ինչի է հիմա սենց աշխուժացել։ Իրանք ընտրություններից առաջ փորձում են ապահովել Եվրոպայի աջակցությունը ու ինչ որ սենց մի հատ հեքիաթային բաներ են կառուցում, մի հատ հեքիաթային աշխարհ, որը Եվրոպան ձևացնում է, թե հավատում է, քանի դեռ հակառակ ձայներ չկան նույն ընդդիմության կողմից, նույն տուժածների կողմից, հա, քանի դեռ հակառակ ձայներ չկան, իրենք սա փորձելու են շահագործել։ Ու նպատակը ընտրություններին իրենց ապօրինությունների վրա Եվրոպան աչք փակի, սա է։ Դուք գրում եք, պետքա ցիտեմ հենց այդ հոգևորականների թեմայով։ Այո, կան հոգևորականներ, որոնք հատել են բոլոր կարմիր գծերը եւ իրենց հեռացնելը պետք է, որպեսզի եկեղեցուն էլ ավելի մեծ վնաս չտան։ Բայց եթե հեռացնելը պետք է, որովհետեւ հոգևորականը հատել է կարմիր գծերը։ Ինչպես ենք արդարացնում, որ դա կորուստ է, որտեղ է այդ միջին ճանապարհը, այդ պաշտպանության ու կորուստը նվազեցնելու միջև։ Տեսեք, մենք տեսնում ենք, որ որոշ հոգևորականներ մենք պաշտպանում ենք եկեղեցին հեռացնելով, թե հակառակը սրում ենք։ Այսպես ասեմ, մենք տեսնում ենք, որ որոշ հոգևորականներ Նիկոլ Փաշինյանի դրդմամբ, ուղիղ դրդմամբ գնում են քայլերի, որոնք այո, ի վնաս են եկեղեցու եւ նաեւ ըստ էության հարվածում են ոչ միայն հոգևորականներին, այլ հավատացյալներին։ Ասենք կարգալույծ քահանան, որը չի թողում իրական քահանան գա պատարականի եկեղեցում, դրանով վնասում է նաև հավատացյալներին։ Դեռ եթե Երևանում դու կարող ես քո մոտակա եկեղեցին չգնալ, ասենք լավ նստել, տրանսպորտ գնալ ուրիշ եկեղեցի, ավելի նեղվածքի մեջ բան եւ այլն, ասենք մարզերում դա շատ ավելի դժվար է, որովհետեւ գործող եկեղեցիները այդքան շատ չեն։ Հիմա օրինակ այն ինչ կատարվում է Թալինում, այն ինչ կատարվում է Մասիսում, դա այն նախկին կամ թեկուզ ներկա, բայց Նիկոլ Փաշինյանի դրդմամբ, հա, եկեղեցու դեմ դուրս եկած այդ հոգևորականները, իրանք նաև ոտնահարում են հավատացյալների շահերը։ Եվ դա ահռելի մեծ վնաս է բերում։ Այո, այդ հոգևորականները կամ պետք է հասկանան ու հետ գան, բայց իդեպ ասեմ, իրանց հետ նույնիսկ զրուցելու հնարավորություն չի տրվում, որտեղ իրանք շրջապատված են ոստիկանությամբ, շուրջօրյա ինչ որ հսկողության տակ են եւ այլն, հա։ Այդ մարդիկ ռեալ վնաս են տալիս։ Վնաս թե եկեղեցու համբավին, թե եկեղեցու այդ աշխատելու հնարավորությանը ու նաև նյութական ինչ որ վնաս են տալի եկեղեցուն, հա, այս պահի
դրությամբ 3 թե արդեն 4 եկեղեցի զավթված է։ Այո, այդ մարդիկ պետք է հեռացվեն։ Բայց ես նաև ասում եմ, որ այստեղ ուրախության առիթ չկա։ Այդ կորուստները ընդհանրապես եկեղեցուց են ու հայերից են, որովհետև եկեղեցին ազգային ինստիտուտ է, ազգային ինստիտուտի կորուստները, ազգային ինստիտուտի թուլանալը վնասա բոլորիս։ Այդտեղ ուրախության, ինչ որ հետևի շվացնելու եւ այլն որևէ բան չկա։ Մենք ինքներս մեզ ենք ծաղրում։ Այսինքն ինչ որ բան չենք թոթափում, ամեն դեպքում էլի ծանրություն կա, որ դու գիտեիր այդ հոգեվորականի մոտ ես գնացել, երեխաներիդ կնքել ես, չգիտեմ, պսակադրություն ես ունեցել, մեկ էլ այդ հոգեվորականը հասկանում ես ինչ խաղերի մեջ է։ Իրանցից շատերը ենթադրում եմ շանտաժի պատճառով են գնացել, շատ քչերն են այնքան պինդ, ինչպես ասենք, չգիտեմ, Արշակ Սրբազանը, հա։ Բայց ցանկացած դեպքում ուղղակի իմ ասածը նաև այնա, որ նրանց, ովքեր տատանվում են, այո, պետքա հնարավորություն լինի, հետ գալու ճանապարհ պետքա լինի իրանց համար։ Փաշինյանը հարցին էր պատասխանում լրագրողի, էլի Արարատ Արարագածի մասին էր հարցը, կոնկրետ էլի ասեց Արարատ սար չկա, կա Արարատ մարզ, Արարատ չգիտեմ ինչ, մի խոսքով ասեց Հայաստանում Արարատ սար չկա, ու սա ինչի մասին է, ինքն էլ իրեն հռետորական հարցրեց, ասեց սա պետության եւ չպետության մասին է։ Այսինքն էլի այսպես վախացրեց, որ եթե նորից ասենք Արարատ, այսինքն էլի պատերազմ է լինելու։ Տեսեք, շանտաժը իր ամենասիրելի գործիքն է։ Շատերը ասում են, որ Նիկոլը գնում է ընտրությունների խաղաղության օրակարգով։ Դա այդպես չի, Նիկոլը գնում է ընտրությունների վախեցնելով պատերազմով։ Ոչ թե խաղաղության օրակարգով, այլ պատերազմով վախեցնելով։ Ու դա նշանակում է, որ պատերազմը շատ իրական է, չկա խաղաղություն։ Երբ որ իրանք ասում են, չգիտեմ, բա տեսեք, մի տարի է մարտական պայմաններում մարդ չի զոհվել։ Նախ այսպեսի մի բան ասեմ, երբ որ կրակում են գյուղի վրա ոչ մեկ չի զոհվում, դա չի նշանակում, որ խաղաղություն է։ Դա ուղղակի փառք Աստծո մարդ չի զոհվել այդ կրակոցներից, բայց կարող էր եւ զոհվել։ Իսկ այդ ձևի կրակոցներ եղել են։ Երկրորդը, եթե ձեզ ասում են, որ պատերազմ չկա, բայց ցանկացած պահին կարա սկսվի, դա նշանակում է, որ հրադադար է, ոչ թե խաղաղություն է։ Այդ հրադադարը մեր վրա փորձում են ծախել որպես խաղաղություն ու շանտաժ են անում, որ պատերազմ կլինի։ Ու սա առաջի դեպքը չի, որ իրանք այդպես են անում։ 21 թվին էլ էր նույնը։ 23։ Նույնիսկ Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ էլ էր նույնը։ Հիշեցնեմ, մեկ օր առաջ Արցախի վրա հարձակումից, այդ վերջնական, հա, 23 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումից, մեկ օր առաջ Ալեն Սիմոնյանը ասում էր, որ եթե մենք պարտվենք քաղաքապետի ընտրություններում, հա, 1 թե 2 օր առաջ, ապա պատերազմ է լինելու։ Դա շանտաժ չի, դա ինչ է։ Բացահայտ շանտաժ է։ Շանտաժով ընտրություններ, այսինքն։ Այո։ Ու այլ տարբեր շատ հարցերում էլ անընդհատ շանտաժ արվում։ Ասենք այդ այն նույնն է, որ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չունենա, հա։ Դա է։ Չէ, Նապոլեոնի սինդրոմն էլ անոտ է, հա, Ճիշտ ասած, այդ հայտարարությունից հետո ես նկար էի սարքել, տենց այդ Նապոլեոնի գլխարկով, վրան Adidas, այն ժամանակ հիշում եք, չէ, Adidas-ի բանով էր, կեպկայով էր։ Ու կամ Հայաստանում կլինի կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չունենա, դա իր խոսքերն են, շանտաժ է։ Ամբողջ քաղաքականությունը կառուցված է շանտաժի վրա։ Ու այդ հարցում իրենք շատ sense ձեռքի տված են, նաև Իլհամ Ալիևի հետ, Ալիևն էլ է միայն շանտաժի լեզվով խոսում բոլորի հետ։ Քանի որ Ալիևից խոսեցինք, եկեք անցնենք Ադրբեջանի ռազմական բյուջեի աճի ու ճիշտ հակառակը Հայաստանի ռազմական բյուջեի նվազման հարցին, ինչով է դա պայմանավորված, նախ Ադրբեջանի կոնկրետ 44% աճ է այս շրջանում, երբ որ իրանք էլ հայտարարում են, իրանք էլ իրենց մոտ զինծառայության 6 ամսյա կրճատում արեցին, որ խաղաղության պայմաններում մենք էլ ենք կրճատում, այսինքն իրանք էլ են իբր պսևդո խաղաղություն հայտարարում, այնտեղ կա այդ։ Ադրբեջանում իրականում ավելացնում են օրինակ պրոֆեսիոնալ զինվորականների, պայմանագրային ծառայողների եւ սպաների ծառայության ժամկետները, օրինակ թոշակ, երբ կարող են գնալ թոշակի, այդ ժամկետը երկարացրել են, այսինքն դա նշանակում է, որ ավելանում է, հա։ Իրականում իրանք ավելացնում են։ Իրանք ավելացնում են ռազմակրթական հաստատությունների թիվը, նամանավանդ այդ
այսպես կոչված կոմանդո բրիգադների համար, հա, այսինքն հատուկ ջոկատայինները շատացնում են։ Ադրբեջանում այսպես էր, բարձրագույն կրթություն ունեցողները ծառայում են մի տարի, բարձրագույն կրթություն չունեցողները 1.5 տարի։ Եվ այնտեղ զորահավաքը արվում էր տարեկան 4 անգամ զորակոչ։ Հիմա անկեղծ ասած նոր եմ լսում, որ իրանց մոտ կրճատել են բանը, բայց ցանկացած դեպքում իրանց մոբիլիզացիոն ռեզերվի պարագայում համեմատելու չի մեր հետ, հա, եւ բնակչության թվաքանակի, որը մոտավորապես 2.5 անգամ ավելի մեծ է Հայաստանից, այս իրավիճակում, ասենք, իրանք ռազմական բյուջե են եթե ավելացնում, իրանք խաղաղության են պատրաստվում, այդ նույն բանը թուղթ են ստորագրում ամերիկացիների ու Նիկոլի հետ, որի մեջ նաև մտնում է այն, որ դրա հետևանքն է այն, որ Ամերիկան սկսում է սպառազինություն մատակարարել Ադրբեջանին։ Սպառազինություն են մատակարարում, որ մեր հետ խաղաղություն անեն։ Չկար 907 հոդվածներ, որ հանել են, հանում են։ Նու հիմա այս պահին օրինակ այս նույն այս առևտուր ցույց տալը թե իբր Ադրբեջանով բենզինա գալի, էսա գալի, այնա գալի, դա իրականում ցույց տալու համար է, որ ամեն ինչ նորմալ է, կարող ենք հոդվածը հանել։ Հիմա այս պահի դրությամբ արդեն Միացյալ Նահանգները քննարկում են Ադրբեջանի հետ իրանց սպառազինություն տալու հարցը։ Հիմա էլի եմ ասում, եթե Ադրբեջանը պատրաստվում է խաղաղության, ինչի է զինվում, Հայաստանը հաստատ սպառնալիք չի իր համար, որ Հայաստանը կհարձակվի, այսինքն այդ զինվելը պաշտպանողական չի, դա հարձակվողական է։ Հարձակվողական է, հա, այս մեր մոտ պաշտպանական է։ Չէ, բայց մենք պաշտպանականը չենք զինվում։ Խոսվում է ինչ որ հեքիաթներ են պատմվում զենքի գնումների մասին։ Դրանք հեքիաթ։ Ես հիշեցնեմ, որ Հայաստանը մեծ աղմուկով գնեց 4 հատ Su-30 կործանիչ, հա, բավականին թարմ, բավականին, նկատի ունեմ նոր, բավականին թարմ մոդել, հա, համեմատաբար։ Հիմա հարց է առաջանում, այդ Su-30-ները աշխատեցին թե չէ։ Պատերազմում ոչ չաշխատեցին։ Տարբեր պատճառներ են եղել, հա։ Հա, տարբեր պատճառներ, իրական կամ մտածածին ավելի շուտ արդարացումներ, այո։ Իսկանդերը չօգտագործվեց։ Թեպետ նույնիսկ պատերազմից սկսվելուց առաջ պետք է օգտագործվեր, երբ որ Շնամու զորքի մեծ կուտակումներ կային հարավում, դրա մասին շատ լավ այստեղ գիտեին։ Դեռ մի շաբաթ շուտ Հայաստանում արդեն նույնիսկ քաղաքացիականները գիտեին, որ պատերազմը օրերի հարց է, բայց այդ զենքը չօգտագործվեց, հա, Իսկանդերը մենակ պատերազմի վերջում ոչ մարտական նպատակով ինչ որ 1 թե 2 հրթիռ կրակեցին։ Հարցս ինչ օգուտ սպառազինություններից, եթե դրանք չեն օգտագործվել։ Իսկ ինչի չեն օգտագործվում։ Այ այդ շատ լավ հարց է, բայց ինձ պետք չի ուղղել։ Լավ, ձեր մասնագիտական փորձից ելնելով, այս դինամիկան ավելի շատ խոսում է պատերազմի նախապատրաստման, թե երկարաժամկետ այդ ֆոն ստեղծելու, ուղղակի ճնշում գործադրելու համար։ Ճնշում գործադրելու համար այդպիսի միլիարդներ չեն ծախսվում։ Նամանավանդ Իլհամ Ալիևի sense փողասեր այդպիսի անձնավորության համար այս կարգի ծախսեր չէին արվի։ Ճնշում գործադրելու իրանց հիմիկվա միջոցները լրիվ բավարար են Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Այսինքն հիմա կա մի կետ, որտեղ նման անհավասարակշռությունը կոնկրետ կարմիր գիծ է մեզ համար անվտանգային սպառնալիք։ Մենք ինչա քնած ենք, չեմ հասկանում, ինչ ենք անում։ Մենք քնած չենք, ես գոռում եմ, ամեն օր դրա մասին խոսում եմ։ Հայաստանի իշխանությունները ձևացնում են, որ ձևը տենց է։ Ըստ էության ճանապարհ են բացում Հայաստանի օկուպացիայի համար։ Ավելի շատ տեստի համեցեք են անում, ճիշտ ասած։ Այո, շատ լավ ձևակերպեցիք։ Այսինքն ռազմագիտական տեսանկյունից այդ ոչ մի հետևանքների մասին որևէ, չգիտեմ, մտահոգություն, որևէ կազմակերպվածություն, մեր մոտ օրինակ կա պակաս զինված ուժերում կա կենթանի ուժի պակաս։ Այդ մասին խոսել է նաև պաշտպանության նախարարի տեղակալը։
որ մենք պակաս ունենք, ստիպված պետք է ավելացնենք այսպես կոչված վարժական հավաքների մասնակցությունը, իսկ դրանք իրական ոչ թե վարժական հավաքներ են, այլ մարտական հերթապահությունը, մի շաբաթ ինչ որ տանում են դիրքեր, պարապում են, հետո գնում են։ Դա վարժական հավաքներ չի, դա մարտական հերթապահություն է։ Ըստ էության երկարացված պարտադիր զինծառայություն է, ըստ օրենքի մեր մոտ 2 տարի է։ Պարտադիր զինծառայությունը, բայց իրանք պարտադիր զինծառայությունը երկարացրել են, հա։ Հիմա հարցը առաջանում, եթե տենց այսպիսի բան կա, հա, որ պակաս կա, որ ստիպված լրացնում են քաղաքացիականներով, ստիպված լրացնում են կամավորականներով, երկրապահի, ասենք 50-60 տարեկան մարդիկ են գնում դիրքեր պահում, երբեմն, ասենք ոչ թե 2 շաբաթով, այլ ավելի երկար, երբեմն նույնիսկ ամիսներով, հենց նոր գալիս էի տաքսի վարորդը պատմեց, ինքը սկսեց խոսակցությունը, որ եղբայրը պետք է 2 շաբաթ ծառայեր, երկարացրել են 2 շաբաթ պետքա դիրքերում մնար, երկարացրել են 3 շաբաթ, հա։ Այդ ամեն ինչը օրինակ շատ ծանր է նստում անձնակազմի վրա, այդ ստրեսը, լարվածությունը։ Ասենք հիմա այն նույն զինվորին, որ տանելու են 1.5 տարով ծառայելու, իր վրա էլ է ծանրաբեռնվածությունը աճելու։ Ինքը ոչ թե 2 շաբաթ է մնալու, այլ օրինակ 3 շաբաթ է մնալու։ Զուտ կադրային պակասի հաշվին։ Այո, կադրային պակասի հաշվին է, բայց նախընտրական քարոզչության համար իրանք կրճատում են ծառայությունը։ Այդ ծառայությունը իրականում հնարավոր էր կրճատել, եթե շատ լուրջ համակարգված աշխատանք լիներ, բանում, հա, մի բան, որը երբեք չի արվել այս 8 տարվա ընթացքում, արդեն 8 տարի դարավ։ Եթե խոսենք, կուզենամ ամփոփել, իրականում չէի կարող չխոսել նախընտրական process-ների մասին, որոնք շատ արագ են տեղի ունենում, սակայն չենք հասկանում ուր են գնում։ Դեպ ընտրությունների մասին դուք էլի գրառում եք արել, ուզում եմ հասկանամ ինչ նկատի ունեիք, էլի իդեպ ընտրությունների արդյունքի վրա իրական ազդեցություն ունենալու համար բացարձակապես պարտադիր չէ կուսակցություն լինել, քաղաքականությունը շատ ավելի լայն հասկացություն է, քան կուսակցությունների եւ ընտրությունների շրջանակները։ Ինչ նկատի ունեք ասելով պարտադիր չէ կուսակցություն լինել, պարտադիր չէ երևի զբաղվել քաղաքականությամբ, ինչ որ մենք խոսում էինք քիչ առաջ։ Օրինակ քաղաքացիական հասարակության կառույցները շատ հանգիստ կարող են ազդել քաղաքականության վրա ու երբեմն ազդում են առանց կուսակցություն լինելու։ Օրինակ բերեմ Միացյալ Նահանգներում կան կառույցներ, որոնք կուսակցություններ չեն, ունեն 500 միլիոն, 1 միլիոն հասարակական սոցիալական կազմակերպություններ են, այո, օրինակ կա սոցիալիստների ինչ որ կազմակերպություն, կան կազմակերպություններ ավելի պահպանողականների, հա, եւ այդ կազմակերպությունները ազդում են կուսակցությունների վրա, նաեւ իրենց օրակարգերն են պարտադրում կուսակցություններին, այսինքն այո, հնարավոր է կուսակցություն չլինելով ազդել քաղաքականության վրա, ազդել կուսակցությունների վրա, ու դա նորմալ մեխանիզմ է։ Նույն ասենք, չգիտեմ, դեմոկրատները կամ հանրապետականները ընտրություններ գնալուց առաջ գնում պայմանավորվում են այդ կազմակերպությունների հետ, բանակցում են իրենց հետ, եւ որպեսզի օրինակ այդ կազմակերպությունների համակիրների ձայները ստանան, նաեւ պարտավորվում են այս կամ այն օրակարգը տանել կոնգրես, տանել սենատ եւ առաջ մղել։ Այնտեղ ուրիշ համակարգ է։ Իրականում մենք ընդհանրապես շատ վատ գիտենք նույն Ամերիկայի համակարգը, հա, այնտեղ միասնական դեմոկրատական կուսակցությունը շատ փոքր բան է, բայց ամեն նահանգ ունի իր դեմոկրատական կուսակցությունը եւ նահանգից նահանգ նույնիսկ լինում է շահերը տարբերվում են։ Օրինակ Կալիֆոռնիայում 10 միլիոն դեմոկրատ կա, առանձին կուսակցություն է կոչվում Կալիֆոռնիայի դեմոկրատական կուսակցություն։ Ստացվում է, հա։ Հա, կուսակցություն։ Հա, դեմոկրատական կուսակցությունը բաղկացած է այտենց փոքր ենթակուսակցություններից ու նաև կազմակերպություններից։ Նորից եմ կրկնում, քաղաքականությունը շատ ավելի մեծ բան է, քան զուտ կուսակցությունները կամ ընտրությունները։ Իսկ ընտրությունների վերաբերյալ էդ էլ կարճ է ամփոփեմ։ Մեզ համոզում են, որ եղավ ընտրությունները եղավ ու վերջ, դուք գնացեք տուն, մենք ինչ կուզենք կանենք, որտեղ ձեր ձայնը մեզ եք տվել, այդպես չի։ Ընտրությունները դա ժողովրդավարական համակարգի ընդհանրապես էլեմենտներից մեկն են։ Բայց այդպես համոզել են մարդկանց։ Այո, համոզել են, բայց դա սուտ է։ Մարդիկ անընդհատ պետք է հետևեն քաղաքական գործիչներին,
Հենց տեսնում են քաղաքական գործիչը շեղվում է, դասերը լավ չի անում, պետք է նաև ինչ որտեղ, չգիտեմ, մի հատ վզին տալ, ասել, մի հատ թլը կենտրոնացի։ Սրա համար չենք մենք քեզ ընտրել, հա։ Այդ շատ կարևոր process է։ Ընտրությունից ընտրություն որ թողում ենք, այդ ընթացքում ինչ ասես անում են։ Հասարակությունը պետք է կազմակերպված ձևով նաև պահանջատեր լինի իր ձայներին։ Հասկանում եմ, բայց տեսեք, իշխանությունը այդ հնարավոր բոլոր քայլերն անում է, շանտաժը մեծ խոշոր մանով նշեցինք, ընտրողների պասիվացնելու համար, ապաթիայի մեջ անընդհատ պահելու համար, կաշառելու, պատերազմով շանտաժանելու համար, բայց այդ դեպքում ընդդիմությունը ոնց կարա էլ հակազդի։ Ընդդիմությունը, այսպես ասեմ, հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանն էլ էր ժամանակին ընդդիմություն, ահա։ Ընդդիմությունը պետք է աշխատի մարդկանց հետ։ Ես տեսել եմ Նիկոլ Փաշինյանը ոնց է ինչ որտեղ մարզում մինչև 18 թվական, ասենք, ավտոբուսից իջնում ու միանգամից մարդիկ հավաքվում են, սկսում են իր հետ խոսել։ Նույնը պետք է անի, նույն կերպ պետք է աշխատի ընդդիմությունը։ Իրանք ի դեպ աշխատում են, գնում են իրանք ասելով Նիկոլ Փաշինյանը հիմա էլ աշխատում այնպես, կարծես ինքն ընդդիմության մասին է։ Հա, չէ, ոչ միայն ցանկացած ընդդիմություն։ Հիմա ընդդիմադիր շատ ուժեր փորձում են աշխատել, որ տեղեր են գնում, մարդկանց հետ հանդիպում են եւ այլն, բայց դա չպետք է լինի միայն նախընտրական շրջանում, էլի։ Այլ եկան քաղաքականության ամենավատ մասի։ Դե չգիտեմ։ Որ անում են միայն իրենց շահի համար։ Բոլորն են անում իրենց շահի համար, դա նորմալ է։ Ցանկացած մարդ իր շահից ելնելով է ինչ որ մի բան անում, ուղղակի հարցը այն է ինքը անում է իր շահից ելնելով զորբայությամբ, թե փորձում է պայմանավորվել ու այսպես ասած win-win, հա, որ բոլորին բոլորը շահ են։ Հիմա որ ասում են քաղաքականությունը լավն է թե վատն է, լավ ճիշտ քաղաքականություն այն է, որ տարբեր ուժեր փորձում են իրար հետ լեզու գտնեն։ Այսօրվա մյուս գործիքներից մեկը այսօրվա իշխանությունների բոլորին պառակտելն է, բոլորին իրար հետ կռվածնելն է, եկեղեցի լինի, արցախցիները լինեն, հանրության տարբեր խմբերը լինեն, բոլորին բոլորի դեմ են հանում, դրա հաշվին իրենց անտի-ռեյտինգով, իրենց բավականին ցածր բանով, այո, ստացվում է, որ էլի ամենախոշորը իրենք են, ու դրա համար են շահում։ Շատերին համոզում են ընտրությունների չգնալ, թեկուզ վարկաբեկելով ընդդիմությանը եւ այլն, ընդդիմությունը ինքը իրան է շատ հավեսով վարկաբեկում, ու ասենք մարդկանց ասում են մի գնացեք ընտրությունների։ Բոլորին դեմ եմ նախաձեռնության մասին ինչ կասեք, որովհետև դրա մասին ասում Ես թե կոնցեպցիային եմ դեմ ու նաև չեմ տեսնում իրենց ասած մեխանիզմով իրենք ինչպես կարող են հասնել այն նպատակին։ Էլի կարծես ֆոշիացման են տանելու ձայները, որովհետև էմոցիաների վրա են։ Իրանց ասած այն է, որ մենք դիմում ենք այն մարդկանց, որոնք այսպես թե այնպես ընտրությունների չէին գնալու, ենթադրենք, բայց երբ որ իրանք ասում են, որ 100 օրենք ընդամենը իշխանության լինելու, հետո տանելու են ընտրություններին, եթե պետական ապարատն է, ոստիկանությունն է, տեսնում են, որ այս մարդիկ եկել են 100 օրով, իրանց ոչ մի հրահանգ չի կատարվելու։ Ասենք դու 100 օրով եկել ես, ինձ հիմա հրահանգ ես տալի մի բան անես, դու 100 օրից գնալու ես քո վրայից պատասխանատվությունը գցես։ Անցումային իշխանություն, բայց պատասխանատվություն չունենալու։ Եվ ինչ որ մեկը այդ որ ասում է ես գալիս եմ ժամանակավորապես, իրեն շատ ավելի դժվար է իր հրամանը, այսպես ասած, իրագործելի դարձնել։ Լավ, շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Շարունակեք հետևել մեզ Facebook-ում, YouTube-ում, նաև Patreon-ում շաբաթվա անցուդարձից առաջինը եւ մշտապես տեղյակ լինելու համար։ Կհանդիպենք։